continuerai par la lecture du texte en arménien et je dirais aussi, je soulignerai quelques points aussi en arménien. Գարտանք Հովաննու ավետարան 14-րդ գլուխ առաջին համարեն Հիսուս կսե իր աշակերտներուն սրդերնից չխորովի Աստծո հավատացեք, ինձի ալ հավատացեք, իմ հորս դունը շատ բնականներ կան, թե ոչ ես ցեզի պիտի ասեի, հիմա գերտամ, որ ցեզի դեղ պատրաստեմ եւ եթե երտամ ու ցեզի դեղ պատրաստեմ, նորեն պիտի կամ եւ ցեզ իմ կովս առնեմ, որովհետեւ ուր որ ես եմ դուք ալ հոնորլակ, ուր որ գերտամ գիտեք ու ջամփանալ գիտեք։ Եվ նաև 12-րդ համարեն Հավատացեք ինձի, թե ես հորո մեջն եմ ու հայրը իմ մեջս է, հապա թե ոչ կոնե կորձերուն համար ինձի հավատացեք։ Ճշմարիտ գսեմ ցեզի, թե ան որ ինձի կհավատա, այն կորձերը, որոնք ես կկորձեմ, ինքն ալ պիտի կորձե, եւ անոնց մե ավելի մեծ կորձեր պիտի կորձե։ Ասենցի ես հորը կովը գերտամ, իմ անունովս ինչ որ խնդրեք պիտի կատարեմ զանիգա, որպեսզի հայրը որդիովը բարավորվի։ Եթե իմ անունովս բան մը խնդրեք, զանիգա պիտի կատարեմ։ Եթե զիս կսիրեք, իմ բادرանքներս բահեցեք։ Երբ Հիսուսը սկսավ հայտնել իր աշակերտներուն, թե ինքը պիտի մեկնի, այս աշխարհը պիտի ցկե, եւ անոնք պիտի չգրնան երթալ իրեն հետ ուր որ երթա, երևակայենք, թե այն աշակերտները ինչ դեսակ միտք ունեցած են, ինչպես մեգեն շվարած եղան, քանի որ իրենց ամբողջ կյանքը դված էին Հիսուսի համար, իրենց կորձերը ցկած էին, իրեն հետևեին եւ մեգեն գսե որ հիմա ես գերտամ դուք երևակայենք, թե ինչպես այս աշակերտները շվարած լալով սկսան դերևս մտածել, թե ինչ պիտի անենք հիմա, ուր պիտի երթանք, ով պիտի ասե մեզի, թե ինչ պետք է որոնենք, ով պիտի ցուցնե մեզի ուղղությունը, կամ ով պիտի օգնե մեզի, կամ ով հրաշքը պիտի անե, ինչպես Հիսուս գներ, ինչպես պիտի ըլլա։ Եվ գտեսնենք, որ Հիսուս դեսավ եւ նկատի առնելով ասավ իրենց նախ եւ առաջ դուք հանդարգեցեք, սրդենից չխորովի։ Եվ ոնե որ Հիսուս, եթե գարտանք 14-րդ գլուխը Հովաննու ավետարանին, ոնե որ Հիսուս գսե իրենց, թե ես առանցին չեմ ցկեր ցեզի, հոգին պիտի դամ ցեզի, սուրբ հոգին պիտի գա, ձեր մեջ պիտի ըլլա, դուք առանցին պիտի չըլլաք այս առաքելության, որ ես կխնդրեմ ձեզ մե։ Ասիկա կնշանակե, որ մենք կանչված ենք առաքելություն կատարել Աստծո վրա վստահելով, հոգիի վրա վստահելով։ Եվ նաև ոնկրված է, թե Հիսուս Քրիստոսի կորձերեն ավելի մեծ կորձեր ալ պիտի անենք։ Եվ իրապես անպես եղավ, որ աշակերտները քանի դարվա ընթացքին ամբողջ աշխարհը դարաձեցին ավետարանը, մինչև Հայաստան։ Մենք այսօր շարունակելու ենք այս առաքելությունը անշուշտ։ Աստծո վրա վստահելով եւ նաեւ միասին եւ ինչպես բացատրեցի եւ ինչպես նոր գդագարանին նամակները բացատրեն, թե եկեղեցին հավաքույթ մնե անդամներու, որոնք յուրաքանչյուր անդամ իր դեղ ունի, իր Բաշտոն ունի, իր առաքելություն ունի,
ինչպես մարմինը եւ անդամները։ Սա գնշանագի, որ մենք անջված ենք ոչ միայն հանգիստը լալ, լավը լալ, աս չէ նպատակը, Աստուծո ծրագիրը, որ լավը լանք։ Աստուծո նպատակը եւ ծրագիրն է, որ ավետարանը տարածվի, որ եկեղեցին իր առաքելությունը կատարի, որ մենք իբր Իսիլեմնուի հայ ավետարանական եկեղեցի մեր առաքելությունը կատարենք։ Այս է կարևորը։ Ոչ թե լավը լանք, շատը լանք, քիչը լանք, ասում բոլոր իմաստ չունին Աստուծո համար։ Աստուծո համար առաքելությունն է, որ դվա մեզի, մինչև որ կա, մենք կանչված ենք աղ եւ լույսը լալ, կանչված ենք վկայելու, կանչված ենք գործելու այս աշխարհի մեջ, իբր եկեղեցի անդամ։ Դերը դա որ հասկանանք այս ճշմարտությունը եւ գործի լծվենք եւ չսպասենք, հաբա զարայողները լանք։ Դեր օրհնի իր խոսքը եւ մեր ամեն մեկս։ Ամեն։